Նախիջևանի օդանավակայանին հարվածելը դեռ չի վկայում, որ լայնածավալ հարվածներ կլինեն։ Եթե միայն սա լինի, Ադրբեջանից պատասխան չի լինի։ Դիվանագիտական դեմարշ կարվի։ Զարկերակի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Հիշեցնենք, Բաքուն հաղորդել է, որ Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Նախիջևանին, ինչը Թեհրանը հերքել է։ Մեր զորքերը մարտական պատրաստության վիճակի են բերվել, հայտարարել է Ալիևը։ Իսրայելն ու Իրանը շարունակում են միմյանց հարվածներ հասցնել։ Սաֆրաստյանի խոսքով ամերիկյան շրջանակները նշում են, որ պատերազմը կարող է տևել մինչև սեպտեմբեր։ Նոյեմբերին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են։ Թրամփը ամեն ինչ կանի, որ մինչ այդ կարողանա հայտարարել, որ հասել է հաղթանակի։ Շատ բան կախված կլինի նաև Իրանից։ Ինչ վերաբերում է Հայաստանի սպասվող մարտահրավերներին, թուրքագետը նկատեց, որ Հայաստանում հիմա իրադրությունը անվտանգ է։ Իհարկե կան ռիսկեր, որոնք կապված են տնտեսական գործոնի, նաև մեծ թվով փախստականների հետ։ Մեր հարևան երկրում շատ դաժան պատերազմ է, եւ պետք է հաշվի առնել, որ ամեն պահի կարող է պատահական մի բան լինել։ Պետք է միշտ զգոն լինել, ասաց նա։